Արման Եղոյան, օրինակ ես միշտ Արման Եղոյանին մեծ հաճույքով լսում եմ, երբ որ ինքը դաշնակցության մասին է խոսում, այսօր բացառություն չի լինելու, պարոն Եղոյան, խնդրեմ։ Շնորհակալություն, դաշնակցության մասին կխոսենք, բայց մինչ այդ ավելի կարևոր հարցեր կան, ինձ թվում է քննարկում ենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ դաշնակցության կողմից բերված բողոքը եւ մինչ բուն թեմային անցնելը ես կցանկանայի մի հատ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա։ Երկու օր մենք այս հարցը քննարկում ենք եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք ոչ թե Հայաստանի խորհրդարանում ենք գտնվում, այլ Շվեդիայի, Նորվեգիայի, Բենելուքսի պետությունների, Շվեյցարիայի, այսինքն մեր պետականությունը, մեր ինստիտուտները արդեն այդ աստիճանի զարգացել են, որ կարանդիմության բերած բողոքը անկախ մարմինը քննի, դա անկախ եզրակացություն, դա գա հասնի ազգային ժողով, մեկ այլ անկախ մարմնի անդամ գա այստեղ, երկուսն էլ մեր կողմից ընտրված, բացատրություն տա, հիմնավորի փորձի, իրեն փորձի պաշտպանել մեկ այլ անկախ մարմնի տված, այսպես ասած, ոչ իր համար ոչ բարենպաստ եզրակացությունից, այդպիսի բան կա Հայաստանում, Հայաստանի երրորդ հանրապետությունում այդպիսի բան եղել է, հետ տեսել ենք, ինչ էր կատարվում անկախ մարմինների հետ, որոնք համարձակվում էին մի քիչ գծիչ շեղվել։ Առաջին մարդու իրավունքների պաշտպանը, որ մինչև վերջ պաշտոնավարեց, եղել է մեր օրոք, մինչև այդ իրեքին հանել էին Արմեն Հարությունյան, ով մարտի 1-ի վերաբերյալ ուղղակի ասել էր, ինչ չէր կարող, էլի չասել, ոչ թե ես իմիջ հայ ելույթ էր ունեցել, ընդհանրապես ասել էր, որ տեղի ունեցել ես եւ մարդու իրավունքների խախտումը ամբողջ գործադիրով, նախագահով, ձեր ֆրակցիայի առաջնորդով հարձակվեցին այդ մարդու վրա, վերջում պլոմբեցին, արեցին, դեպորտ արեցին երկրից։ Այն մյուսին էլ Լարիսա Ալավերդյան, էլի նույն պատճառով։ Այն մյուսին էլ Կարեն Անդրեասյան, էլի անկախ մարմին, անկախ հայ, անկախ մարմին։ Իշխան Զաքարյան, վերահսկիչ պալատի ղեկավար։ Մի անգամ այս ամբիոնից ասեց, եղել է ինչ-որ չարաշահում, եղել է ինչ-որ այսքան միլիոնի այս կողմ եւ այն կողմ, գնումները սխալ են օրել, նիստ գումարվեց այն մյուս ֆրակցիայի առաջնորդի կողմից, այն ժամանակ հանրապետության ղեկավար։ Այս ինչեր ես խոսացել, դա քո ինչ գործն է հելել ազգային ժողովի ամբիոնից, այս ինչեր ես ասում եմ, պատկերացնում եք հիմա դες բան լինի։ Պատկերացնում եք հիմա ասենք Նիկոլ Փաշինյանի իր մոտ հրավիրի Ատոմ Ջանջուղազյանին, ասի այդ ինչ ես դες բան ասել ազգային ժողովի ամբիոնից, ինչ ես ասում, որ գնումների ես մի կետում, ես մի բանը սխալ ենք մենք արել։ Հրապարակային։ Նախատի նայել բանանի, նայել ասի, դե նայել ինչ պետք է, դա ասի հա դե հիմա ինչ որ Արթարանա կամ բանանի, կամ հա Թաթոյանին, լավ ուշեց, պարոն Ռուբինյանը։ Հիմա որ առաջինն է եղել, որ 6 տարին պաշտոնավարել է, առաջինն է եղել։ 6 տարի խոսեց բռնաճնշումներից, 6 տարի պաշտոնավարեց եւ 6 տարի խոսեց բռնաճնշումներից այդ մարդը։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հակոբյանին, ես նախ պիտի ասեմ, որ իր թարգմանությունները մասնավորապես Նիչեի զրադաշտի թարգմանությունը ինձ համար իմ կյանքում շրջադարձային ազդեցություն է ունեցել, ֆունդամենտալ գործ է իմ կարծիքով, իսկ այնպիսի պոետների մասին, ինչպիսին Ֆրիդրիխ Հոլդերլինը եւ Գեորգ Թրակլը, ես ընդհանրապես նրանց գոյության մասին իմացել եմ ձեր թարգմանություններից, ես չգիտեի, որ այդպես պոետներ կան։ Եվ սա մի բան է, որը մենք չենք կարող չգնահատել, որովհետև կա օրենքի տառ, բայց կա նաև օրենքի ոգի, եւ այդ օրենքի ոգին ինչ է ասում։ Օրենքի ոգին ասում է, որ անկախ մարմնի անդամը չի կարող օգտագործել իր պաշտոնը իր քաղաքական հայացքները առաջ տանելու համար, ինքը այդ պաշտոնին լինի, պաշտոնին չլինի, այդ օրենքի ոգին նրա համար է, որ մարդը, ով այդ պաշտոնի շնորհիվ ունի մրցակցային առավելություն մյուսների նկատմամբ, ում պաշտոնի նշանակվելուց հետո կարող ավելի շատ մարդ լսի եւ վստահի, քան մինչեւ պաշտոնի նշանակվելը, ահա այդ մրցակցային առավելությունը չօգտագործի։ Ինչ եք կարծում, Հակոբ Մովսեսին լսողները լսում են, ասում են, այն անդամն է, հələ տես ինչ էր ասում դաշնակցության մասին, թե ասում են Հակոբ Մովսեսը տեսեք ինչ էր ասեց։ Դուք, հարգելի գործընկերներ, դուք օգտագործում եք իր պաշտոնը որպես թոփ։ Իրեն
Դուք օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ։ Դուք ուզում եք փակեք իր բերանը, օգտագործելով օրենքի տառը, այստեղ է դա տեղի ունենում։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Դրանք տարբեր բաներ են, պարոն Ավետիսյանն ասում է, ես վիրավորված եմ, ոչ, ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է։ Այդ դա է, որ դուք իրան չեք ներում, եւ ուզում եք իր բերանը փակեք։ Եթե նա չլիներ ՀՌՀ անդամ, եւ եթե դուք լինեիք իշխանություն, դուք իր բերանը ուրիշ ձև կփորձեիք փակել։ Բայց քանի որ հիմա ուրիշ ձև չունեք իր բերանը փակել, իր պաշտոնով եք ուզում իր բերանը փակեք։ Այդ աստեղ տեղի ունենում բովանդակային առումով։ Ոչ թե այն, որ դուք ուզում եք պահպանել սահմանադրության այսինչ եւ այնինչ նորմը։ Մարտահրավերը, այո, դուք զգում եք, որ ձեր մոնոպոլիան քաղաքական մտային դաշտում վտանգված է։ Սրա կռիվն է։ Իսկ մեր գործն այն է, որ մենք պաշտպանենք ժողովրդավարությունը, մենք պաշտպանենք այն հնարավորությունները, որ կան չորրորդ հանրապետությունում, մենք այնպես անենք, այո արդեն, մենք այնպես անենք, որ երբեք այլևս հետ չգան այն ժամանակները, երբ անկախ եւ ինքնավար մարմինների անդամներին կկանչեն նախագահի կամ վարչապետի գրասենյակ, եւ կնախատեն այս կամ այն բառը ասելու համար մենք պարոն Հակոբյանի հետ մենք մի անգամ հանդիպել ենք իր նշանակման իր ընտրության օրը ու դրանից հետո մենք չենք հանդիպել մենք իրեն չենք ասում ինքը ինչ ասի ինչ մտածի պարոն իսկ դուք դա անում եք երեք պարոն Ավետիսյանը ասում էր իսկ կարող են լինել ձեր հակառակ տեսակետի մարդիկ, կարող են լինել, որոնց հետ դուք աշխատում եք, որոնց վճարում եք, փող եք տալի, որ ասեն են ինչ դուք ուզում եք, որ իրանք ասեն, փող եք տալի, քեշով, ամսական, կամ պեր ստատուս, կամ պեր կոմենտ, չեք տալիս, տալիս եք, դա ակնհայտ է։ Եվ ինչ հա, ուր են այդ մտավորականները, ովքեր են իրան, գիտեմ էլ անուններ չտամ, հիմա բան չանեն։ Ինչ մի միտք են արտահայտել բացի բանից, անհոդաբաշխ ինչ-որ գորգորոսներից։ Ուր են, ես շատ կուզենայի լսել պարոն Հակոբյանի հակառակ տեսակետը, իր ասացին հակառակ տեսակետ, ոչ թե այդ վայնասուն, այդ բաները, չգիտեմ ինչ ասեմ, այդ գորգորոսներն ու աղմուկները, այլ ինչ-որ միտք։ Ոչինչ, թող լիներ մի ուրիշ անկախ մարմնի անդամ։ Ոչինչ, ես խնդիր չէի տեսնի։ Եթե այս որակի քննարկում պետքա լինի, թող լինի։ Ես դիմում չէինք տա ասեինք հələ բան արեք, եթե ինչ-որ մեկը ասեր, որ չգիտեմ, այսպիսի եւ այսպիսի խնդիրներ կարող են լինել քաղաքացիական պայմանագիր եւ այլ։ Բանտում հայտնվում էին Տիկին Գալստյան, ձեր օրոք եւ մինչեւ բանտ չէին հասնում, մինչեւ բանտ չէին հասնում։ Մինչեւ բանտ հասնելը հայտնվում էին հիվանդանոցում եւ հետո կամ սուս էին մնում, կամ արտագաղթում էին երկրից։ Ասենք լավ հիմա այդ ամեն ինչը ես հիմա այդ ամեն ինչը պիտի ասեմ, ինչ բանտից։ Մարդը ասենք ինչից ենք խոսում, ով է բանտում, կներեք էլի։ Ով է բանտում։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Հա, բանտում է, ինչի համար է բանտում։ Որովհետև քարոզի ժամանակ ասելա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վատն է։ Ես 5 տարի ասում եմ, բա ինչի 3 տարի առաջ բանտում չէր, 2 տարի առաջ բանտում չէր, 4 տարի առաջ բանտում չէր։ Որովհետև խմբեր է հավաքել քաղաքում գույք վնասելու եւ քաոս ստեղծելու համար։ Չգիտեք դուք դա, չեք տեսել։
Տիկին Գալստյան, նախազգուշացում։ Եվս 10 րոպե պարոն Եղոյանին ավելացրեք։ Այսինքն դուք պարոն Հակոբյանին ստեղ դատում եք։ Այն որ ասում եք խոսքի համար, դուք դատ եք անում, դուք ուզում եք այս մարդուն դատեք։ Դուք իրան բերել եք դատարան, իր կարծիքը արտահայտելու համար, դաշնակցության մասին, առանց բռնության, որը միայն կարող է վնասի ձեր հեղինակությունը։ Այդ մաքսիմումը որ կարա տեղ ունենա, բանին, որ ասում եք ավտոբուսները այրենք, յուղը ցպնենք, չգիտեմ, խոտի դեզերը վառենք, խմբեր ջոկատներ ձևավորենք, մաուզերները հանենք, այս վերջինը բան է, էլի, ալեգորիա է, չասեք դες բան չի ասել։ Հա, այդ մարդուն ասում եք խոսքի համար, այդ մեկը ասում է բան ա, կբերես այսքան փող կտաս, այդ բանը կլինի, ասում է դու խոսքի համար, դե խոսքով է ասել, ու ձեռը չի կողել ջեբը փողը անել, խոսքով ասել է փողը կտաս։ Բայց այնուամենայնիվ ի տեմ не менее մենք նաև կարծում եմ պարոն Հակոբյան չպիտի օգնենք անդիմությանը, որ իրենք ժողովրդավարության գործիքները օգտագործեն ժողովրդավարության դեմ, չպիտի իրենց տանք այդ հնարավորությունը եւ ես համոզված եմ, որ դուք ձեր ամբողջ հրապարակախոսական եւ թարգմանական փորձով ունեք այդ հնարավորությունը, այդ շնորհքը, որպեսզի իրենց նման հնարավորություն այլևս չտակ, բայց եւ այնպես ազատ արտահայտելով ձեր բոլոր մտքերը, որոնք որ ցանկանում եք արտահայտել, կարծում եմ մենք այս ճանապարհով պետք է առաջ շարժվենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Եղոյան։ Լուսինե Բադալյան, համեցեք։